Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք Հայաքվե վարչության անդամ Ցոլակ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Մեծ սիրով։ Ես տեսնում եմ, որ դուք շատ եք անդրադառնում այսօր Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին, մասնավորապես քաղբանտարկյալներին։ Այսօր օրինակ Գագիկ Ծառուկյանին էլի պետք են հրավիրել հարցաքննության, ընդդիմադիր գործիչները աննախադեպ ռեպրեսիաների են ենթարկվում այս իշխանությունների կողմից, հատկապես նրանց վերընտրվելուց հետո ըստ ձեզ այս շղթան ինչքան է շարունակվելու եւ վերջ կլինի թե ոչ։ Այո, ճիշտ եք ասում, խորին համոզմամբ այսօր մեր ներքաղաքական կյանքի, ինչու նաեւ արտաքին քաղաքական ամենակարևոր թեման քաղբանտարկյալների թեման։ Ես ավելի լայն կդիտարկեի քաղհալածյալների թեման, որտեղ ես մենք ասում ենք քաղբանտարկյալ, հասկանում ենք այս պահին կալանքում տակ գտնվող տնային կամ բանտային կալանքում տակ գտնվող մեր հայրենակիցներին, մեր պայքարի ընկերներին, որտեղ քաղբանտարկյալը այն մարդն է համարվում, ով իր քաղաքական հայացքների համար, ով իր խոսքի համար հալածվում է, բանտարկվում է, իսկ քաղհալածյալները շատ ավելի շատ են, հազարների են հասնում։ Օրինակ ես այս պահին իմ հայացքների համար, իմ պայքարի համար, այս իշխանությունների ապօրինի որոշումներին չենթարկվելու համար, այսօր ես եւս քաղաքացի եմ, որտեղ իմ գործը գտնվում է դատարանում, ու արդեն շուրջ 3 տարի ես դատարաններից ամիսը մեկ նիստերի եմ գնում, սպասելով երբ կլինի արդարացման վճիռը։ Այսինքն հազարավոր մարդիկ հալածյալներ են ու քաղաքացիներ են։ Դրա համար իմ խորին համոզմամբ, երբ որ մենք խոսում ենք, որ մեր երկիրը գնում է տոտալիտարիզմ, կարևորագույն հարցը սա է, որտեղ այս մարդը ամեն ինչ անում է, որպեսզի ինքը վերածվի ավտորիտար տոտալիտար լիդերի, մարդկանց ճնշելով, մարդկանց վախեցնելով, որպեսզի ոչ մեկ չխոսի։ Բոլորը ասեն ինչ լավ է Հայաստանում, կեցցե խաղաղությունը, կեցցե իրանց վերած օրակարգը, եւ այն մարդիկ, ովքեր խոսում են, ովքեր պայքարում են ազատության համար, ովքեր ի ծնե չեն ենթարկվում բռնատիրությանը, իշխանապետիկին, նման բնույթի մարդիկ են, այսօր ցավոք սրտի իրանք հալածվում են, այո, իմ կարծիքով ամենակարևորագույն հարցն է։ Եթե մենք ուզում ենք փրկել մեր ժողովրդավարության մնացորդները, մենք պիտի պայքարենք մեր քաղբանտարկյալ քաղաքալազյալ եղբայրների քույրերի համար, որովհետև հաջորդը մենք ենք լինելու, մենք մշտապես ասում ենք, չես պայքարում, հաջորդը դու ես լինելու, հաջորդը քո հետևից են գալու։ Դե սրանք որևիցե բարոյական, իրավական, քաղաքական գծեր չունեն, կարմիր գծեր չունեն, ու սրանք ամեն ինչի պատրաստ են իրենց իշխանությունը պահելու, երկարացնելու համար։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ գնում ենք դեպի տոտալիտարիզմի։ Արդյոք սա մեր ժողովրդի ընտրությունը չէ, գնալ տոտալիտարիզմի, ինչու եմ այդպես ասում, որովհետև ընտրությունները, որքան էլ որ ասենք լեգիտիմ էին, թե լեգիտիմ չէին, այնուամենայնիվ ունենք այն պատկերը, որ իշխանությունը վերընտրվել է։ Արդյոք դա մեր ընտրությունը չէ։ Նախ եկեք ձևակերպումը sense դնենք, իսկ այդպես համաձայն չունենք այն պատկերին ժողովուրդը ընտրել է։ Որտեղ մենք պարլամենտական երկիր ենք, ու ժողովրդի ընտրած հարաբերակցություն իրական լրիվ այլ բան պետք է լիներ այսօր։ Նախ չմոռանանք 60,000 ձայն, քաղաքացու ձայն իրեն գողացել են։ Այսօր պարլամենտում պետք է լինեն նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրանց կազմակերպած կեղծած ընտրությունների արդյունքում նույնիսկ։ Այսինքն ինչքան իրանք ամեն արեցին, վարչական ռեսուրս կիրառեցին, ամեն գնով փորձեցին իշխանությունը պահել, իսկ այդ պայմաններում ընտրական գործընթացի արդյունքում Բարգավաճ Հայաստանը հատեց 4%-ի շեմը, բայց տեղ ունեցավ մի որոշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը տրամաբանության, իրավական ամեն ինչից դուրս էր ու ցավոք սրտի սահմանադրական դատարանը պաշտպանեց։ Այս տեղ եմ տեսնում տոտալիտարիզմին տանող հիմքերը, երբ որ իրավական համակարգն է արդեն սկսում զիջել։ Մենք եկեք արծ խոսենք, որ այսօր դատական համակարգում կան փայլուն դատավորներ, որոնք ընդդիմանում են, որոնք պայքարում են, որոնք չեն տալիս այն վճիռները, ինչ ուզում է այսօրվա իշխանությունը, բայց աստիճանաբար համակարգը իրենց նպատակից հետ է դատական համակարգը ջարդելով, նաև այդ դատավորներից ազատվելով, ճնշելով, տարբեր միջոցներով ամբողջ իրավական համակարգը, դատական համակարգը երենքանարկեցնել իրեն։ Բայց որ ասենք, որ սա ժողովրդի ընտրությունն է, ոչ, ցավոք սրտի, ես չեմ համարում, որ ժողովուրդը ընտրել է, որովհետև 100,000-ավոր ձայներ ուղղակի կեղծվել են։ Զինվորների քվեարկություն, վարչական ռեսուրսի օգտագործում, այս ընտրությունները նորմալ պայմաններում պետք է չեղարկվեր։ Սա ընտրություն չէր։ Ու այդ տեսանկյունից ժողովրդի վրա մեղքը գցել, ես կներեք այդ տեսակետը չեմ կիսում, որովհետև միանշանակ վստահ եմ, մեր ժողովուրդը չի ուզում տոտալիտարիզմ։ Ուղղակի միգուցե մեր ժողովուրդը ճիշտ պետք է աշխատել, միգուցե ընդդիմությունը պետք է փոխի իր աշխատավոճը, պետք է գնա տուն մտնի, գյուղ առ գյուղ, տուն առ տուն, մարդկանց հետ շփվի, ճիշտը բացատրի, որտեղ մարդիկ խաբված են։ Մարդիկ այո իհարկե ով չի ուզում խաղաղություն,
Կամ քո դուրը ծեծեն ասեն խաղաղություն են քեզ բերել։ Ինչ որ մեկը նորմալ մարդ կհրաժարվի դրանից, բայց պետք է մարդկան ճիշտ բացատրել, որ սա խաղաղություն չի, հակառակը, սա պատերազմ տանող, կապիտուլյացիա տանող Հայաստանը կորցնելու ճանապարհն է։ Մարդկանց հետ ճիշտ աշխատելու պարագայում համոզված եղեք այս պատկերը դրական գործընթացում չէ լինի։ Պարոն Հակոբյան, թող տպավորություն չստեղծվի, որ ես այժմ մեղավորներ եմ փորձում փնտրել, բայց այսօրվա մեր երկրում տիրող իրավիճակի համար ով է մեղավորը։ Երկրում տիրող իրավիճակի համար թիվ 1 պատասխանատուն դա իշխանություններն են։ Դե իրան ձեռքում է գտնվում պետության կառավարման բանալին։ Այսինքն թիվ 1-ը իրենք են, դա չի քննարկվում։ Բայց այո, բավականին մեծ իրենց մեղքի բաժին ունեն քաղ հասարակության ներկայացուցիչները։ Այսօր ես չեմ տեսնում այն քաղ հասարակության ներկայացուցիչները, որոնք ժամանակին մի հատ ստից բանի համար դուրս էին գալիս փողոց, ճանապարհներ էին փակում, ուր են այդ քաղ հասարակության, թե իրենք էլ են կուրացել եվրոպական գրանտներից, եվրոպական գումարներից, որ գալիս է։ Մենք ակնհայտ տեսնում ենք, չէ, Եվրոպան շատ լավ հասկանում է ինչ է կատարվում, բայց իրանց ձեռնտու է իրավիճակը Հայաստանում։ Քաղ հասարակությունը, ընդդիմությունը, այո, ընդդիմությունը եւս իր մեղքը ունի։ Դե ընդդիմությունը այս ընթացքում նորից ասում քաղաքացիներ այն աշխատանքը չարեց, որի արդյունքում քաղաքացին պետք է ճիշտ ընտրություն կատարի։ Կամ մտավորականությունը ով է մեղավոր, ամենակարևոր հարցը ուր է մեր մտավորականությունը։ Երբ որ ժամանակին սկսեցին հալածանքները բուհերում, ակադեմիական միջովայրում, ես առաջիններից մեկը դրա զոհերից մեկը դարձա, ու այդ ժամանակ ես ինքս իմ գործընկերներին ասում էի, հարգելի գործընկերներ, այսօր ինձ են ազատում աշխատանքից, իմ նկատմամբ քրեական գործեր կարում հարուցում, վաղը ձեզ են գալու։ Այսօր ես տեսնում եմ նույն այն բուհերում, որտեղ ես աշխատել եմ, Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան համալսարանում, իրար հետևից ամեն տարի մարդիկ են ազատվում։ Ու սա նորից եմ ասում, այսօր հարգելի ընկեր, մտավորական, չկանգնեցիր քո գործընկերոջ կողքը, վաղը քեզ են ազատելու աշխատանքից, իմացեք, որովհետև այս իշխանությունը նորից եմ ասում, գիծ չունի, ինքը գիծ չունի, ինքը անելու է ամեն ինչ, 1 օր, 1 ամիս, 1 տարի ավել մնա իշխանության, սա է իրաց նպատակը, իսկ դրա այդ ճանապարհին ենք պատրաստ են ամեն ինչի։ Հիմա շուտով կունենանք նոր ազգային ժողով, նոր կազմ կունենանք ազգային ժողովում ընդդիմության տեսքով, այսպես ասենք, մեր ընդդիմադիրները ի վերջո որոշեցին, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո պետք է վերցնեն մանդատները, նախ շատ քննարկվեց այդ հարցը, վերցնել, չվերցնել, որովհետև եւ եղան մարդիկ, ովքեր կողմ էին եւ քննադատություններ, ըստ ձեզ ճիշտ է արդյոք մանդատները վերցնել, որովհետև նախապես ընդդիմությունը խոստացել էր իշխանափոխություն, որը չեղավ։ Նախ մի հանգամանքի մասին խոսեմ, մենք հայակվեն ընտրական գործընթացի ակտիվ մասնակիցներ ենք։ Ճիշտ է, մենք մեր դեմքով չմասնակցեցինք ընտրությանը, բայց մենք նորից կանգնեցինք ժողովրդավարության կողքին, մաքուր ազատ ընտրությունների կազմակերպման կողքին, ջատագով ինչպես մշտապես եղել է, ու նաև դրա արդյունքում այդ պայքարի նաև արդյունքն է, որ այսօր մեր համակարգող Ավետիք Չալաբյանը գտնում է կալանքում։ Էլի մարդը որևիցե բան չի արել, տեսեք, օրինակ եմ բերում, ինչպես են ձեր հետևից գալու, արգելի քաղաքացիներ, որևիցե բան չի արել։ Ինչ որ ստի ձայնագրություն է հայտնվում, պատր չես հասկանում դա ին ձայնագրություն է, ու դրա արդյունքում մարդը երկամսյա կալանքում է, երկամսյա կալանքում է զրկված է իր հարազատի 9 տարեկան երեխայի հետ շփվելու իրավունքից զրկված է։ Այսինքն ոչ միայն Ավետիք Չալաբյան իրավունքն է ոտ, այլ նաև երեխայի շահը։ Երեխայի շահը դա սահմանադրական շահ է։ Այսինքն երեխան հոր հետ շփվելու հնարավորություն չունի։ Սրա արդյունքն է, ու նաև ընտրությունների հետ կապեցի, այո, որ իմ կարծիքով Ավետիք Չալաբյանը այսօր բանտում է կալանքի տակ է նրա համար, որ պայքարել է մեր քաղաքացիների ընտրական ձայնը տեղ հասնելու համար։ Ավետիքը առաջին մարդկանցից էր, գործիչներից էր, որ գնաց կենտրոնական հանձնաժողով, այդ նիստին մասնակից եղավ, պայքարեց, իր խոսքը ասեց ու ինքը պատրաստ էր այս հարցով միջև վեր պայքարի առաջամարտիկ լինել։ Նաև դրա համար է ինքը այսօր գտնում միանշանակ կալանքում։ Ուզում նաև ինչի էս խոսքը նաև նախաբանով ասացի, ձեր հարցինի պատասխան, որովհետև մենք էլ մեր որպես ընտրությունների համար պայքարը, ընտրությունների ակտիվ մասնակից քաղաքական ուժ, մեր ասելիք ունենք։ Օրինակ իմ անձնական կարծիքին եթե գանք, երկար քննարկվեց մանդատները վերցնել, չվերցնելու հարցը։ Ես կարծում եմ, որ մանդատները վերցնելը դա այնքանով է պետք ու կարևոր, որ մենք չգիտենք 1 տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո ինչ գործընթացներ լինելու։ Ու այդ ժամանակ չունենալ մանդատ, չունենալ լծակ ազգային ժողովի միջոցով ազդելու իշխանափոխության գործընթացի վրա իմ կարծիքով մեծագույն սխալ կլինի։ Զուտ միայն այդ տրամաբանությամբ ես ինքս կողմնակից եմ եղել, ոչ թե կողմնակից եմ կարծել եմ, որ մանդատները վերցնել ամեն դեպքում ճիշտ է, բայց նաև կարծում եմ, որ չպետք է նույն սխալը անի ընդդիմությունը, ինչ արել է վերջին 5 տարում, այսինքն չպետք է ազգային ժողովում իրենց լեգիտիմացնել, չպետք է ազգային ժողովում իրենց հարց ու պատասխանի գործընթացի մեջ մտնել, որտեղ իրենց պետք է անտեսել։
իրանց հաղթելու ամենակարևորին ճանապարհը իրենց օրակարգը շեղել, այլ օրակարգ բերելն է։ Կհաջողվի ընդդիմությանը, կհաջողվի նաև ամբողջ քաղաքական դաշտից ազատվել իշխանությունից։ Եթե նորից նույն սխալը կրկնեցին, ցավոք սրտի նույն 5 տարիների մեջով ենք անցնելու։ Պատկերն ենք ունենալու։ Հուսամ, որ ընդդիմությունը այս անգամ արդեն դասեր քաղաքացի։ Լավ, պարոն Հակոբյան, այս ընդդիմությունը ասում է, որ ընտրությունները կեղծված են, բոլորը դրա մասին է խոսում, բողոքներ են ներկայացրել, չէ, դրա համար դիմեցին սահմանադրական դատարան։ Կեղծված են, բայց մանդատները վերցնում ենք։ Արդյոք մանդատները վերցնելով չեն լեգիտիմացնում այս ընտրությունների արդյունքները։ Իմ կարծիքով չեն լեգիտիմացնում, որովհետև եթե իրենք չեն մասնակցում ազգային ժողովի աշխատանքներին, բնականon, գործընթացին եւ այլն, իմ կարծիքով չեն լեգիտիմացնում, բայց նորից եմ ասում, հարցը վիճելի էր, հարցը զգայուն էր, ու այդ հարցի պատասխանը միանշանակ տալը որևիցե մեկը չի կարասի, որ մոտեցումն է ճիշտ, կյանքն է ցույց տալու։ Որոշ ամիսներ, տարի, միգուցե 1-2 տարի հետո կերևա սրա պատասխանը, բայց իմ կարծիքով չպետք է անգնել տենց հուզական բանի տակ, հրաժարվել մանդատներից, ու վաղ չեմ ասում, պարտադիր այդ մանդատը պետք է։ Լավ, այս իշխանությունը ամեն ինչի պատրաստ իշխանություն է։ Եթե հանկարծ մանդատից հրաժարվեր, տեսեք, սահմանադրական կարող է մի հատ նոր ապօրինի որոշում ընդունեին, դիմեին սահմանադրական դատարանը մեկնաբաներ, որ ազգային ժողովը պետք է լինի 3 խմբակցություն, այն ավելի քիչ հավաքած ուժերին, չգիտեմ, ով էր Գուրգեն Սիմոնյանը մյուսները, իրենց մտցնեին ազգային ժողով։ Այդ դեպքում հաստատ այն քայլը հրաժարվելը մանդատի, ի վնաս քեզ էր աշխատելու։ Դրա համար իրանցից ամեն ինչ պետք է սպասել ու նաև այդ տրամաբանությամբ քայլել։ Շատ լավ, առաջարկում եմ խոսենք նաև Բաքվում պահվող մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից եւ ոչ միայն, պարբերաբար բարձրաձայնում են խնդիրը, որ ադրբեջանցիները նրանց դեմ արդեմ ասում են ձեր իշխանությունները չեն հետաքրքրվում ձեզնով, դուք մեզնից ինչ եք ուզում։ Դավիթ Մանուկյանի, չգիտեմ, ուղերձը լսել եք, թե ոչ Բաքվի բանտից։ Լավ, երբ խոսում ենք եւ այս իշխանություններին հարց ենք հղում, ասում են դա շատ նուրբ թեմա է, շատ զգայուն թեմա է, մի խոսեք այդ թեմայով, մենք ամենօրյա աշխատանք ենք կատարում։ Արդյոք ճիշտ է չխոսելը, թե ինչպես են Բաքվի բանտում ապօրինի պահվում մեր հայրենակիցները։ Իմ խորին համոզմամբ դա մեր ազգային ամոթն է։ Դա որ այսօր Բաքվում մեր եղբայրները պետական Արցախի քաղաքական էլիտան, որոնց մեջ բոլորս էլ հարազատ մարդիկ ունենք, ու դժվար է սրա մասին խոսել ինձ համար, իմ կարծիքով դա մեր ազգային ամոթն է։ Ու այո, պետությունը, այն որ իրանք այսօր գտնում են Բաքվի բանտում, դրա թիվ 1 մեղավորը նորից այս իշխանություններն են, որովհետև իրենք ունեն միջազգային հարթակ, իրանք պետք է դրա մասին խոսեն, պետք է թմկարեն հարցը, պետք է Ադրբեջանին շնչելու հնարավորություն չտային միջազգային ատյաններում։ Դա կլինի Եվրոպայի խորհրդանական ժողովում կամ այլ մարմիններում, բայց մենք տեսնում ենք չկա որևիցե ծպտուն։ Թե իրանք ոնց են դրա համար պայքարում, ես չգիտեմ, բայց ես մի բան շատ լավ հասկանում եմ, որ այս իշխանությունները վախենում են նաև այդ մարդկանցից։ Դե այս վերադարձը իրանց վախերի հերթական դրսևորումն է, բայց այո, սա մեր պատիվն է, սա մեր արժանապատվությունն է, որ այսօր ցավոք սրտի ոտնահարված է մեր արժանապատվությունը, եւ մենք ցանկացած հայ, պիտի սրա մասին խոսի, չպետք է միայն հույսները դնենք այս իշխանության վրա, այո, եթե քո պետությունը չի խոսում դրա մասին, մենք ինչ ենք սպասում մյուս պետություններից, միջազգային կառույցներից, թիվ 1 սրա մասին խոսողը, թիվ 1 այս հարցի բարձրաձայնողը պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչը չեն անում, թե իրանք ասում են զգայուն թեմա է, առանձին արդյունք ուր է։ Արդյունք ուր է, մենք չենք տեսնում քաղաքական, ռազմական քաղաքական էլիտայի, որ այս գործերի տեսանկյունից մենք տեսանք դատավարությունը կեղծ, ապօրինի, շինծու, նույնիսկ Ադրբեջանի օրենսդրությունը ոտնարող դատավարական գործընթացեր գնում, եւ այսօր այդ մարդիկ արդեն դատաների վճռով իրենց պատիժն են սկսել կրել։ Այո, նորից եմ ասում, մեր ամոթն է, մեր արժանապատվության հարցն է եւ ամեն մեկս պետք է սրա համար պայքարենք։ Իրանք պետք է վերադառնան Հայաստան։ Իրանք պետք է գան այստեղ, որովհետեւ մենք գլուխներս բարձր պահենք, որ գոնե կարացենք իրանց խնդիրը լուծել, որովհետեւ դեռ շատ ու շատ հարցեր կան, օդում կախված, դեռ մենք պիտի հետ գանք պատմության, պիտի հասկանանք ոնց եղավ, ոնց Արցախը հանձնվեց, ով էր սրա պատասխանատուն։ Այս դրոշի այսօր նաեւ մարդիկ հալածում են այս դրոշի համար, որովհետեւ այս դրոշի համար են պայքարում։ Կռիվ են տալի։ Տեսակ Ֆրանսիայի հրապարակում, ինչպես քաղաքապետարանը կռիվ էր տալիս Արցախի դրոշի դեմ։ Ես ուղղակի ամաչում եմ իրանց համար։ Իրանց մեջ մարդիկ կան,
որոնք ինձ հետ ուսանողական տարիներին իրանց խմբակցության մեջ կամ կառավարության կազմում եղել են Արցախում, որտեղ մեր հետ միասին ապրել են Արցախում։ Չէ, Ադրբեջան էլ չէին համարում։ Այո, իհարկե լավ են զգում, մարդիկ Աղդամ իրենց հայրենիքն են համարում եւ այլն։ Ուղղակի իրենց համար ամոթ եմ ապրում։ Ես չեմ պատկերացնում իրանք ոնց են ապրել այս հասարակության մեջ։ Եվ 5 տարի երկարացնի իշխանություն, չնայած վստահ եմ 5 տարի չի, շատ ավելի շուտ են իրեն գնալ։ Ոնց են ապրել այս հասարակության մեջ հարցեր են, որոնք իրանք լիքը մտածելու բան ունեն։ Կարծում եմ այդ հարցերի պատասխանը իշխանափոխությունից հետո միայն հնարավոր է ստանալ։ Խոսենք նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից, եթե իհարկե այդպիսին կան, խաղաղության նախաստորագրված, այսպես ասած, պայմանագիր ունենք, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը եւ Իլհամ Ալիևը չեն դադարում նոր պահանջներ ներկայացնել, այն է ՀՀ սահմանադրության փոփոխություն, մենք հասկանում ենք խոսքը ինչի մասին է, ի զարմանս մեծ նաև այս իշխանությունները դեմ չեն կարծես թե, որովհետև ինչ խոսում է ադրբեջանական կողմը, կարծես տպավորություն է, որ կրկնում է նաև մեր հայկական կողմը։ Ըստ ձեզ, արդյոք իշխանությունը կհասնի իր այս նպատակին եւս կհասնի, այսպես ասեմ, կկարողանան սահմանադրությունը փոփոխել եւ ինչպես այս ամենին կարձագանքի մեր հանրությունը։ Նորից գանք նրան այս իշխանությունից ակնկալել, որ իրենք որևէ հարցում Ադրբեջանին ոչ են ասելու, չի լինել նման բան։ Ինչ ուզեն, խելոք տալու են։ Որտեվ նայեք, իրական իշխանության նպատակը պետք է լինի սեփական պետության անվտանգության ապահովում ու զարգացումը։ Սրանց նպատակը դա չի։ Սրանց նպատակը իշխանություն պահելն է։ Եվ իրենց իշխանությունը պահելու ճանապարհին ամեն ինչի գնալու են, որպեսզի բավարարեն այն մարդկանց պահանջմունքները, ովքեր իրենց պահում են իշխանության։ Իմ կարծիքով իրենց իշխանությանը պահում թուրք-ադրբեջանական տանդեմը, դեպ իրանք ամեն գնով եւ Էրդողանը եւ Ալիևը ամեն գոր քանի անգամ հայտարարեցին ակնհայտ Թուրքիայի մակարդակով, որ ով է իրանք տեխնացուն, քանի անգամ խոսեցին, այսինքն ակնկալել այլ բան որ չեն անելու, իսկ թվում է միամիտ մարդը կմտածի։ Ես համոզված եմ չի ստացվել իրենց մոտ, դեպ ես նկատում եմ հայ ժողովուրդը զարթնում է։ Ես ինքս նկատում, ես չեմ հավատում, չի կարա մեկը ինձ հավատի, հա միգուցե կեղծիքներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ այլն 600-700 հազար քաղաքացի կգնա իրանց կընտրի խափելով, բայց ես չեմ հավատում, որ 650 հազար քաղաքացի գնալու է ու այո ասի Ալիևյան սահմանադրությանը, ես չեմ հավատում։ Ու միգուցե նաեւ վախենում եմ դա հավատալ դրա մասով, դրա համար իմ կարծիքով չի հաջողելու իրենց, որտեվ սա վերջի հարցն է ազգային արժանապատվության, իսկ ինչ որ ադրբեջանական խաղաղությանը նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության նախապայմանագիր նախաստորագրած անձն է ինքը ասում սեպտեմբերին պատերազմալները թե ինչ չընտրեք, երկու սահմանադրական մեծամասնություն չունեմ, այսինքն նշանակում է չկա, այդ երաշխիքը չկա, ու մենք պետքա պատրաստ լինենք։ Մենք պետքա ամեն սցենարի պատրաստ լինենք, որովհետև եթե մենք ուզում ենք մեր գոյություն ունենանք այս տարածքի վրա, այս իրենք շատ են սիրում 29.7 քանի քառակուսի կիլոմետր տարածք։ Այո, եթե մենք ուզում ենք գոյա ունենանք մեր պետականությունը, մենք պետքա դրա համար պայքարենք։ Ցավոք սրտի, այսօր մեր ուղղությունները պայքարի երկուսն են, ներքին ու արտաքին, բայց իսկ ավելի վատ վիճակում է պատմության մեջ եղել մեր ժողովուրդը եւ դուրս եկել այդ վիճակից։ Տեսեք, լավ հիշեցիք, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, եթե ինչ ընտրեք սեպտեմբերին պատերազմ է լինելու, այդ ինչ է նշանակում։ Կարող ենք ենթադրել, որ պայմանավորվածություն կար, որ եթե նրան չընտրեին, ապա պատերազմ էր լինելու։ Կարող է երկրի ղեկավարը այդպիսի հայտարարություն անել, հստակ նշելով, թե այս ինչ ամսին կարող է պատերազմ լինել։ Ես չեմ ուզում ին վրա մեղ վերցնել հստակ ասել պայմանավորված են, պայմանավորված չեն, բայց ինքն էլ է հասկանում, չէ՞։ Ինքը հասկանում է, եթե Ալիևի տեխնացուն ինքն է, հակառակ ուժը, որը գա ազգային է լինելու, ազգային, այսինքն չի մտածել իշխանություն պահելու համար, նշանակում որ դա Ադրբեջանի շահերին դեմ է լինելու։ Ու ինքը դա խաղարկեց, ցավոք սրտի շանտաժի ենթարկեց մեր ժողովրդին, վախացրեց, այ դրա համար եմ ասում, պետք չի էս քվեները լուրջ ընդունել։ Պետք չէ, որտեվ սա նաև վախի, իհարկե ժողովուրդը չի ուզում պատերազմ։ Մենք բոլորս հոգնել ենք պատերազմից։ Որովհետեւ խելամիտ ընդդիմադիր քաղաքական գործից ես չեմ լսել, որ իրան գալու են պատերազմ են վարելու, ով է ասում։ Տենց պատերազմ 30 տարի համենայն դեպս նախորդ իշխանությունները, որ շատ են խոսում սրա մասին, ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակում պահել են Հայաստանի Հանրապետություն, պահել են Արցախը։ Մենք 50%-ով ավելի հայրենիք ենք ունեցել, ռեալ հայրենիք, գնացել ենք մեր Դադիվանք, գնացել ենք Շուշի, դա մեր հայրենիքն է եղել։ Ու այսօր այս իրողության մեջ խոսել, որ իշխանությունը փոխվելու պատերազմա լինելու, այ իշխանությունը
փոխվելու պարագայում, եթե իշխանությունը շարունակի այն սխալները գործել, պատերազմը լինի, բայց ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանության փոխվելու պարագայում պատերազմ չի լինելու, որտեղ այն աշխարհակաղակական ուժերը, այն բալանսը, որ կառուցվում է նոր աշխարհակարգում, իրենք թույլ չեն տալու, որովհետեւ այդ պատերազմը լինի։ Այստեղ աշխարհակաղակական կարևոր շահերի բախման բան կա, որ չի լինելու այդ պատերազմը։ Դա ուղղակի շանտաժ է, մարդկանց վախեցնում, այս դեպքում է լինելու պատերազմ։ Այս դեպքում է, որ ինքը ամեն ինչ զիջի, արդեն գալու է, հիշում եք 80 թվականի շարժումը, ինչ իրավիճակում է ժողովուրդը սկսեց, ինչ անցանկալի, այսօր երբ որ մենք անդադ խոսում ենք, որ անհնարին վիճակա, չէ, սրանից ավելի վատ վիճակներում եղել մեր ժողովուրդը ու հաղթել է։ Այնց որ գալու է նաև այդ օրերը, երբ որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնում։ Իհարկե շատ լավ է, որ այսպես հուսադրող հայտարարություններ եք անում, բայց նայեք, կրկին վերադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տեսեք, սա է իրական խաղաղությունը, որովհետև մի տարի սահմանին կրակոտ չի հնչել։ Բայց չասեմ ամեն օր, բայց շատ են դեպքերը, երբ կրակոցներ, բանակում ինքնասպանության դեպքեր կամ սպանության դեպքեր չեմ կարող ասել, բայց հաճախ է կրկնվում եւ վերջին օրերին երբ ես մի շաբաթվա մեջ 4-5 անգամ լսեցինք, որ սպանություններ, կրակոցներ անընդհատ, հիմա կարծես թե այսպես ժողովրդական լեզվով ասած տեղահանում են, էլի, չնայած մի տարի սահմանին կրակոց չի հնչել, բայց այնուամենայնիվ հիմա սա է խաղաղությունը, որն է իրական խաղաղությունը, Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը որն է։ Իրական խաղաղությունը ինչեւ հացի անդրադառնալ, իմ կարծիքով այն կլիներ, երբ որ հարևան երկրի սահմանները բաց լիներ, մենք գնայինք մեր հայրենիքը տեսնենք, Արցախ ժամանենք, այն էդի կլներ խաղաղություն իրական։ Եվ փակ սահմաններում պատերազմական դրության մեջ խաղաղություն չեմ պատկերացնում, բայց գամ հարցի պատասխանին։ Տեսեք, մենք բոլորս գիտենք, ամեն մեկս էլ ընկերներ ունենք, ընտանիք անդամներ, որ բանակում ծառայում են։ Այսօր արժանապատիվ է հայ զինվորը։ Այսօր հայ զինվորը ամեն պահի մտածում է, որ հեսա, իր լինել չնելու հարցը մազից է կապված։ Կարևորը իրեն փորը կուշտ է հայ զինվորի ներողությունից արտահայտության համար։ Իրանք են տես մտածում, բայց զինվորը տեն չի մտածում, միանշանակ զինվորը ուզում արժանապատիվն է։ Հիմա նույն հարցի պատասխանը է տեսականորեն։ Օրինակ Հայաստանի Հանրապետություն չկա, մտնում ենք Ադրբեջանի կազմի մեջ, դառնում ենք ինչ որ մի իրենց մարս, չգիտեմ, կամ հակառակը թուրք վիլա է, այդ դեպքում կլինի պատերազմ։ Այսինքն եթե այս տրամաբանությամբ են գնում խաղաղությանը, այդ դեպքում էլ է խաղաղություն լինելու։ Այսինքն այս խաղաղություն ասում ենք, ինչ ենք հասկանում, մեր արժանապատվության մասին ենք խոսում։ Այո, շատ ուրախ եմ, որ 1 տարի չի եղել է կրակոց։ Շատ ուրախ եմ դրա համար։ Աստվածտա նման 10, 20, 30 տարի լինի, բայց այստեղ խոսքը նաև արժանապատվության, պետության լինել չլինելու խնդիր է դրված։ Դա ամեն ինչ զիջենք պատրաստ չի լինի։ Հիմա թե հարևանը գա ամեն ինչ մեզից ուզի, ինչ է մեր վեճ պետք է ունենաս դատարան պետք է, ինչ ուզես տաս, էլի դրա պատրաստումն է։ Իրանք այդ խաղաղություն են կերտում։ Դեռ իրանց խաղաղության նպատակը նորից իրանց իշխանությունների նպատակը սեփական իշխանությունը պահելն է։ Ու դրա համար նաև չի լինում պատերազմը։ Լավ հասկանում ենք, չէ՞, որ հանկարծ Աստված չանի անկայունություն լինելու դեպքում իշխանություն կորզան լուր վտանգի առաջ են կանգնելու նաև դա է պատճառը որ չեն պատրաստ միամիտ չեն մարդիկ ու հասկանում են Փաշինյանը նաև ասում էր որ մենք երբեք սուվերեն պետություն չենք եղել կորցնելով Արցախը մենք սուվերենություն ինքնիշխանություն ձեռք բերեցինք համաձայն եք այդ մտքին թոք էր կախված մեր վզից ես որպես քաղաքագետ մի բան ընդհանրապես ասեմ որ աշխարհում չկա բացարձակ սուվերեն երկիր չկա, նույնիսկ Ամերիկան, Ռուսաստանը, եթե նույնիսկ մի միջազգային պայմանագիր է կնքել, ինքը պարտավորություն է այդ պայմանագրը, պետք է այսինքն 100% սուվերենություն աշխարհում գոյություն չունի։ Այնպես որ այդ հեքիաթները որ պատմում են, չկա, դա աշխարհի կանոններն է, միջազգային իրավունքն է։ Բայց ինչ ունի Արցախի մասով։ Արցախը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր։ Միայն Արցախի լինելու պարագայում հարյուրավոր կիլոմետրեր Հայաստանի Հանրապետության սահմանը անվտանգ էր, պահպանված էր, անառիկ էր։ Այսինքն այդ միամիտ վարկածը սուր էր կախված եւ այլն, այսինքն ես նույնն եմ ասում Հայաստանի Հանրապետությունը բացեք շրջան Թուրքիայի անվտանգության ռազմավարությունը դիտարկեն։ Արդյոք Թուրքիան Հայաստանին չի դիտարկում որպես սպառնալիք։ Արդյոք Թուրքիան տեսնում է որ ապագա իրենց պատկերացած թուրքական պետության շրջանակներում Հայաստանի լինելը ոչ ժողովրդան չկա։
Հայաստան, Կիպրոս նման պետություններ չկան թուրքական ծրագրում։ Ես այս օրինակը անդադ եմ բերում։ Իհարկե, օրինակ անդադ բերում եմ։ Պաշտեցեք մի օր գա հույնը, պաշտապես կանգնես, ես հրաժարվում եմ Կիպրոսից։ Կգա տենց բան, ոչ, որտեվ արժանապատվություն գոյությունի։ Մենք էլ որ ասում ենք Արևմտյան Հայաստան, որ խոսում ենք Արարատի մասին, որովհետեւ մեկը չի ասում զենքը վերցում են, գնանք Արարատը վերցնենք կամ Արևմտյան Հայաստան վերցնենք։ Չկա նման բան, բայց դա մեր ազգային իդեալն է, մեր երազանքն է։ Տենց է, մենք սերունդները մեր դասյակվեն Արարատը որպես սուրբ լեռ պատկերացնելով։ Այսօր հրաժարվել է Արարատից, նշանակում է հրաժարվել քո ինքնությունից, քո ամեն ինչից։ Ու այդ արհեստական հակադրությունները, որ այսօր մտցրել են Արարատ, Արագած, չգիտեմ եւ ինչ, ուղղակի զուտ նորից եմ կրկնում։ Դրա հիմնական նպատակը քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցության իշխանությունը երկարացնելը։ Ուրիշ բան դրա տակ դրված չի։ Իսկ մենք լավ ենք, տեսեք, ոչ մի չենք ուզում ձեզան, ոչ մի բան չունենք, ամեն ինչ լավ է կարեմ էս կոտորել եք, հետո էլի եկեք կոտորեք։ Սահմանազատում սահմանագծումներ կանեն վերջ, արդեն կունենանք սահմաններ, քանի որ ըստ Փաշինյանի չունենք։ Հոգեբանական բանը մարդկանց մոտ ստեղծում է, երբ որ իրանց ես գնում տեսնում ես փակ պատը եւ այլն, դա հոգեբանական բան է ընդհանրապես։ Ցույց է տալիս իբր անվտանգային վիճակ է ստեղծվել։ Այդ պատը Աստված չանի պատրաստի բարագամ քանի րոպե հետո չի լինելու։ Ցավոք սրտի, այո։ Եվ նորից, քանի որ քաղբանտարկյալների մասին էինք խոսելու, կարծում եմ շատերը կուզեին, որ այս հարցը հնչեցնեմ, ըստ ձեզ ով է լինելու այս իշխանությունների հաջորդ զոհը ընդդիմադիր դաշտից։ Եկեք այտենց կանխատեսումներ չանեմ, մանավանդ վատ կանխատեսում մարդկանց վրա բան չանեմ, էլի մի անգամից շարանեմ, sense գոհ ասած, բայց իմ խորին համոզում եմ իրանք չեն դադարելու, իրանք շարունակելու են այս քաղաքականությունը ու մենք եթե կհիշեք նաև լսեցինք, չէ՞ որ մտել էին կենտրոնական հանձնաժողով որոշ նորընտիր падգամավորներին անձնամխրից զրկելու, բայց կենտրոնական մերժել էր, նշելով հուլիսի 4-ից հետո իրանք տեխնացուի հետ կապված չունեն։ Այո։ Նման լիազորություն, այսինքն դա ինձ հիմք է տալուս տեսնելու, որ ամենայն հավանականությամբ դատախազը կմտնի ազգային ժողով, անուններ չտան, բայց որոշ նոր падգամավորներին զրկելու, բայց ասում եմ, սա իրանց դեմ աշխատում։ Սա եթե իրանց թվում է թե այդ մարդկանց փակելով իրանք հարցեն, լուծում իրանց դեմ աշխատում։ Այսօր Չալաբյան ավետիքին փակելով 10-4 Չալաբյան ավետիքներ են հայտնում փողոցներում։ Ռեյտինգը բարձրանում է, հա, դիմադիր գործիչների։ Իհարկե, եթե իմ ընկերոջը, եթե իմ ընկերոջը, ես արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ հայ եմ, իմ ընկերոջը ոչինչ չանելու համար այսօր ազատազրկել են, ես 10 անգամ ավելի եռանդով եմ դուրս գալու պայքարեմ։ Ինձ գալու են ձերբակալել են մյուսն այդ պայքարը, այսինքն դրանով թեման չի փակվելու։ Իրանք վերցել են շատ հարևան անհաջող օրինակ, Ադրբեջանի օրինակը մտածելով sense իշխան։ Այնտեղ տարբեր այլ հանգամանքներ կան Ալիևի իշխանություն բայել։ Ինքն ինչ որ այս ռեպրեսիաների միջոցով ամենակ իշխանն է, ժառանգականության խնդիր կա եւ այլն։ Սխալ օրինակ են վերցել։ Միանշանակ իրանք ցախողելու են, խորհուրդ եմ տալիս այդ քաղաքականությունը չիրականացնել։ Ցախողելու են։ Որտեվ չգիտեմ X падգամավորին, Y падգամավորին ձերբականով խնդիրը չի լուծվելու։ Անցածից են հիմա քանի падգամավոր ենք այս բան գործով, որ ընտանեկան կալանքի մեջ են, ինչը փոխվեց։ Չէ, այդ մարդիկ չեն պայքարում։ Այսօր ես ասում եմ, մի քանի առաջ Բագրատ Սրբազանին էինք այցելել, նաև իրեն նշեցի, որ իր դատավարությունը մտնելու է իր իրավական դատավարության պատմության մեջ։ Իր խոսքերը, իրանք լրացուցիչ բան են անում, որ մեր ապագա դասագրքերը ավելի հայոց պատմության գրքերը ավելի հաստին են, նաև մեջ բերվեն այդ մարդկանց խոսքերը, որոնք այսօր ավելի են ոգևորված։ Ինչ Բագրատ Սրբազանին դուք կալանավորելով ինչ հարց ուտեցիք։ Ինչ խաղալիք ատրճանակներ, խաղալիք պայթուցիկներ հայտնելով, ինչ խնդիր ուզեցիք դրանով։ Մեղադրելով։ Եվ հասարակության քանի տոկոսն է հավատում դրան։ Եթե հանենք իրանց ֆեյքերը ու ակտերի միջոցով տարածած հասարակության ռեալ քանի տոկոսն է հավատում, որ այդ մարդիկ հավատի չեն, չգիտեն պետական դավաճան են եւ այլն եւ այլն։ Այսօր երկու հոդված է քրեական օրենս գրքում, հենց խուլիգանություն, մարդ ակտիվ ակցիա անում, վերջ խուլիգանությունը միանգամից կապեցին վրան, մեկ էլ նախքին ոնց լինի, նախքին պաշտոններ են գտնում պետական վերջերս նորից Մամիկոն Ասլանյանն հետ կապված, չէ, իշխանության չարաշահում, պաշտական դիրքի չարաշահում, այս հոդվածներն են գտել նոր բան, որ ում վրա ուզում են կարում են, բայց չեն հասկանում, նորից խոսքս ուղում եմ մեր քննիչներին, մեր դատախազներին, ես գիտեմ, իրանց մեջ էլ արժանի մարդիկ կան, իրանց մեջ էլ երբ որ մեզ ձերբակալում են, տանում են ոստիկանություն, այնտեղ մարդիկ մեր նկատմամբ դրական են, բայց հիմա վատ բան եմ ասում միգուցե, որտեղ միգուցե ստիպելու ենք, որ դրա համար անուններ չենք տալու, բայց այդ մարդիկ էլ են ասում պայքարը, իրանք էլ են ուզում ազատվեն այս ամեն ինչից։ Ու մենք նաև այո պայքարել ենք այդ մարդկանց ազատության համար, իսկ այն քննիչներին, դատախազին, ովքեր
ամենի հրահանգը կատարում են մենակ Ծառուկյանի ձերբակալելու պահը, էլի։ Դա ուղղակի ինչ որ մի անձի քմահաճույքը բարելու համար է։ Ձեռնաշղթան չեն բռնում, իրանք փակում են, իմաստը, կամ այդ մարդը չի դիմադրում, գետնով տալը, իմաստը որն է։ Ուղղակի մի մարդ, որ իրեն լավ զգա, սիրես լավ եք աշխատում, մի հատ պրեմիա ավել տա։ Մի արեք, տղեկ ջան, աղջիկներ ջան, մի արեք, դրա համար պատասխան եք տալու։ Քրեական զգում կա հստակ հոդվածներ, որը վարեմության ժամկետը չի անցնելու դրանց, պատասխան եք տալու, մի արեք, խնդրում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, շատ հետաքրքիր, անկեղծ, դրական հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ, մեր սիրելի հայրենակիցներ, մեզ հետևելու համար։ Հիշեցնեմ, զրուցում էինք Հայաքվե վարչության անդամ Ցոլակ Հակոբյանի հետ, այսպիսիներ դիտակետը, կհանդիպենք։